Բեռնատարներով ելակը հետ է ուղարկվել Բագրատաշենի սահմանից, ահազանգում են վարորդներն ու տնտեսվարողները, անցակետում պատճառաբանել են խմբաքանակում ոչ թույլատրելի նյութ է պարունակվել։ Նման խնդիր իրենց միրգ բանջարեղենի հետ երբեք չի առաջացել։ Պատգամավոր Գառնիկ Դանելյանին պատմել է տնտեսվարողը, որը բազմիցս արտահանել է իր ապրանքը։ Ըստ իրենց հայտնած տեղեկությունների, որ ինձ են հայտնել, բավականին լուրջ ֆինանսական կորուստներ են ունեցել, անգամ հիմա դժվարություն ունեն այդ ապրանքը հայկական շուկայում ռեալիզացիա անելու։ Ֆինանսական ահռելի վնասներ է կրում տնտեսվարողը, որովհետև չի կարողանում ապրանքը ԵԱՏՄ շուկա դուրս բերել, իսկ մեծ ջերմոցային տնտեսությունների արտադրածը ներսի շուկայում սպառելու ծավալ չէ։ Այդ առումով բնականաբար եթե անգամ որոշ մասը էժան գներով վաճառվի, վնասները շատ մեծ են ելնելու, որովհետև ծախս են արել այդ ապրանքը աճեցնելու համար։ Սննդի անվտանգության տեսչական մարմնից հաստատեցին, փորձաքննություն են իրականացրել ու ելակի մեջ վտանգավոր օրգանիզմ հայտնաբերել։ Հետո զարմացան, ինչու են տնտեսվարողները բողոքել Գառնիկ Դանելյանին, եթե տեսչականի որոշմանը ադեկվատ ու ֆորմալ են վերաբերվել։ Եթե բեռների մեջ հիշատակարական ենթահսկման բեռների մեջ հայտնաբերվում են խախտումներ, կարանտի վնասակար օրգանիզմներ, մենք բոլոր բեռներից վերցնում ենք նմուշներ, տանում ենք լաբորատոր փորձաքննության, եւ եթե կարանտին վնասակար օրգանիզմը հայտնաբերվում, բնականաբար դրա արտահանումը կասեցվում է, որևէ խնդիր չկա։ Մենք որևէ բողոք չենք ստացել տնտեսվարողներ։ Հավելեցին, իրավիճակն ուռճացվում է Ռուսաստանի սահմանափակումների ֆոնին։ Ռոսսելխոզնadzորը օրեր առաջ էր հայկական միրգ բանջարեղենի մուտքն ու վաճառքը արգելել, եւ վիճակը կասկածելի է թվում անգամ պատահական համընկնում լինելու դեպքում։ Պատգամավորը կարծում է, տնտեսվարողները բողոքել են, որովհետև գյուղատնտեսական սեզոնին փաստի առաջ են կանգնել, որտեղ սպառեն իրենց արտադրանքը։ Ելակից հետո գալիս է կերասը, այլ գյուղատնտեսական մթերքներ, դի բացատրություններ կա էկոնոմիկայի նախարարությունը։ Եթե տեղը կա, ուրեմն պետք է տեղը ասի։ Եթե տեղը չգիտի, ուրեմն դուրս է գալիս, որ ի վնաս հայ արտադրողի գործմա եւ փաստացի ոչ լուծումներ առաջարկում, ոչ էլ տեղականգնում եւ իր պարտականություններն, իր պարտավորություններ չի կատարում։ Դանելյանը հավելեց, կառավարությունը Ռուսաստանի հետ նման կոշտ ռետորաբանությունից առաջ պիտի գնահատեր հետևանքներն ու զբաղվեր այլընտրանքային շուկա ապահովելով, որ գյուղացին սեփական տնտեսությունը փակելու եւ ֆինանսական ահռելի վնասներ ունենալու խնդրի առաջ չկանգներ։ Սեդա Գյուրեղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։